Միայն 2016 թվականից հետո պարզ կլինի արդյոք Մեծամորի ատոմակայանը հնարավոր է նորոգել երկարաձգելով գործունեությունը ևս 10 տարով, թե անհրաժեշտ է նորը կառուցել։ Այսօր այս մասին հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, մանրամասնելով, որ ներկայում ստուգվում է ռեակտորի մետաղի որակը։ Փորձաքննությունը կավարտվի հաջորդ տարի և եթե պարզվի, որ այն պիտանի չէ հետագա շահագործման, անմիջապես նորոգման աշխատանքները կդադարեցվեն, ինչը կբերի էլեկտրաէներգիայի թանկացման։ Ոչ մի բան, ուրեմն մենք ատոմակայանը կփակենք, կսկսենք մինչև նոր հզորություններ ունենանք, սակագինը կբարձրանա մի անգամից։ Այսինքն մենք արդեն այլևս անցնել ենք ծրագրել ենք նոր ատոմակայանի կառուցում։ Մենք արդեն ծրագրավորել ենք։ Միաժամանակ Գալստյանը ընդգծեց, համոզված է, որ ռեակտորի որակը պիտանի կլինի ԱԵԿ-ի հետագա շահագործման համար, սակայն համոզմունքը քիչ է ու բնականաբար սպասում են փորձաքննության արդյունքներին։ Փոխնախարարը տեղեկացրեց, նոր ատոմակայան կառուցելու կառավարությունը երկու տարբերակ ունի՝ գործողից մի քանի անգամ հզոր 1060 մեգավատ հզորության մեկ ռեակտորով կամ 1200 մեգավատ ընդհանուր հզորության երկու ռեակտորով։ Ընդ որում, եթե ընտրությունը կանգ առնի երկրորդ տարբերակի վրա, նախ կկառուցվի 600 մեգավատ հզորություն ունեցող առաջին ռեակտորը և միայն 2036-ին կավելացվի նույն հզորությունն ունեցող երկրորդը։ 1060 մեգավատանոց ԱԵԿ-ը կարժենա մոտ 5.5 միլիարդ դոլար, բայց այդ գումարը Հայաստանի կառավարությունը չունի։ Ըստ փոխնախարարի, իշխանությունը քննարկում է միայն ներդնողներ գտնելու տարբերակը, որոնք կամ գումարի կամ սարքավորումների տեսքով կմասնակցեն նոր ԱԵԿ-ի կառուցմանը, հետագայում դառնալով բաժնետեր։ Մենք չենք դիտարկում վարկային ռեսուրսների ներգրավում։ Բացատրեմ ինչի։ Որովհետև ծրագիրը թանկարժեք է շատ, կապիտալ ծախսերը բավականին մեծ են, մենք չունենք հնարավորություն, եթե նույնիսկ մեզ կտան վարկային ռեսուրսներ, ապա այդ վարկային ռեսուրսները դու լիմիտներ ունենք մենք վարկային ռեսուրսներ բերող։ Մենք ավելի հրատապ սոցիալական հարցեր ունենք, հանրապետության համար, երկաթ գիծը ես համարում եմ, որ դա երկրի համար կարծում եմ ավելի մեծ ազգային անվտանգության, չնայած այս էլ ազգային անվտանգության ծրագրերի ցանկում է իհարկե, համար երկուսն է, եթե իմանաք։ Փետրվարին Ռուսաստանը 270 միլիոն դոլար վարկ ու 30 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրեց Հայաստանին ԱԵԿ-ի վերանորոգման համար։